Հունիսի 7-ի խորհրդանական ընտրություններից հետո իշխանության եւ ընդդիմության միջև հեռակաբանավեճի առանցքային թեմաներից մեկը շարունակում է մնալ պետական ինստիտուտների գործունեությունը։ Բանավեճի առանցքում հատկապես իրավապահ եւ դատական համակարգերի գործունեությունն է։ Ընդդիմությունը պարբերաբար հայտարարում է իրավապահ եւ դատական համակարգերի քաղաքականացված լինելու մասին, իսկ իշխանությունները պնդում են, որ դրանք գործում են բացառապես օրենքի շրջանակում եւ անկախ են քաղաքական ազդեցությունից։ Պետական ինստիտուտների նկատմամբ հանրային վերաբերմունքի մասին պատկերացում տալիս նաև նախընտրական շրջանում անցկացված հարցումները։ Միջազգային հանրապետական ինստիտուտի տվյալներով դատական համակարգի աշխատանքից գոհ է հարցվածների 44%, իսկ 38% դժգոհ։ Նույն հարցման համաձայն վարչապետի աշխատակազմի գործունեությունից լիովին գոհ է հարցվածների 31%, իսկ 33% դժգոհ։ Gallup International ասոցիացիայի տվյալներով էլ վարչապետի աշխատանքին լիովին հավանություն է տալիս քաղաքացիների 27.1%։ Armenia Today-ը հարցում է անցկացրել Երևանում պարզելու, թե որքանով են քաղաքացիները վստահում պետական ինստիտուտներին։ Առհասարակ պետք է զարգանան, պետք է սովորեն, պետք է աշխատեն ամեն օր, որպեսզի հասնեն նոր պատշաճ մակարդակի, այդ կապն է։ Իսկ այսօր ձեր նշած գործողությունները կատարվում են։ Կատարվում են շատ վատ բաներ եմ տեսնում, որ այդ զարգացումը չեմ տեսնում, այդ աշխատանքը չեմ տեսնում, որ կատարվում է։ Իրանք իրանց վրա պետք է աշխատեն, գիտելիքները շատացնեն, որ լինի ամեն ինչ նորմալ, պետք է մտան։ Պետք է զգոն լինենք, պետք է նաև կառավարությունը հասկանա, թե ինչ ճանապարհ է բռնել, ինչ ուղի է բռնել։ Ես կարծում եմ նրանք կվերլուծեն եւ կհասկանան եւ հաշվի կնստեն մեր ժողովրդի հետ։ Չեմ կարող պատասխանել։ Երևի, որ ապրում եմ մեր երկրում, պետք է վստահեմ։ Դատելով գործունեությունից ու այն արդյունքները, որ տալիս են, գոհ չեմ ես։ Բոլորին էլ վստահում եմ։ Տեսած է դա որ չէ։ Վստահում եք պետական կառույցներին։ Ոչ։ Այո։ Արտաքին գործերի հարցերով ճիշտ են վարվում։ Իսկ որոնք չէին գոհացնում ճիշտ է շատ։ Վարչապետի մի քանի դրույթներ, քաղաքապետարանի, դրանք։ Իսկ դատական ոստիկանական Դատական ծանոթ չեմ, բայց չի գոհացնում։ Հիմնականում այն ինչի հետ առնչվում ենք, վստահում ենք, բայց ինչի հետ եք առնչվել, որ վստահում եք։ սոցիալական նախարարության հետ, բանի մշակույթի նախարարության հետ ես այդ ոլորտի աշխատող եմ եղել, բայց հիմա իրանք տարօրինակ քաղաքականություն են վարում։ Հայֆիլմ կինոստուդիա կա, որը չի ֆինանսավորում ընդհանրապես ու քիչ որ չի ֆինանսավորում, պատրաստում են դրա տեղը ակադեմիկ քաղաք սարքեն։ Այն ինչ 20 թվականներին Համո Բեկնազարյանը սոված Հայաստանի մեջ կինոստուդիա առաջիններից մեկն ստեղծել։ Այս կառավարությունը վերացրեց, այսինքն իրանց հայկական կինոն բացարձակ արժեք չի ներկայացնում։ Ես դրսից եմ եկել, ես մեծ փոփոխություններ եմ տեսնում երկրում, շատ մեծ փոփոխություններ, իսկ երբ որ մոտեցել եմ ինչ-որ հարցով, թե անձնագրային հարցով, թե ուրիշ որտեղ եմ եղել, համատիրությունը բան, ամեն ինչ շատ նորմալ, շատ բարեհամբույր, մեզ ճանապարհել են։ Բոլորին էլ գրեթե չեմ վստահում, քիչ էլի, շատ քիչ եմ վստահում։ Ինչից ելնելով եք այդ կարծիքը ասում։ Անձնակազմից, մեկ էլ իմ հետ իրանց առնչությունից ելնելով, ինչքան առնչվել եմ, ոչ այդքան վստահելի իրավիճակներ ա եղել, էլի։ Այո։ Որոնց հատկապես։ Միգա վարչապետ։ Ոչ, հա, ոչ չէ։ Ես իմ Չգիտեմ։ Ինչպես։ Ոչ։ Բայարգե։ Որոնց հատկապես ինչու։ Սաղն էլ նորմալ են։ Շատ վստահ եմ գա իրանց լավ աշխատեն։ Քաղաքականությունից ոչ մի բան չեմ հասկանում։ Բոլորն էլ վստահում են։ Իհարկե ոչ։ Ինչու։ Որովհետև դա թշնամին է, որին դրել են մեր երկիրը դիմանտաժ անելու համար։ Ընդհանրապես բոլորին մասնակի։ Այսօր դենց է իրավիճակը, որ ամեն մեկս մեզ ենք վստահում։ Բոլորը կառավարվում են Թուրքիայից, դրամալ չեն վստահում։ Հա, իհարկե վստահում եմ։ Ոնց կարող եմ չվստահել։ Հատկապես իմ նշածներից որոնց եք վստահում։ Ինչ ասեմ։ Չգիտեմ, ես քաղաքականությունով չեմ խորանալ, ոչ էլ պետք է։ Ես իմ չեմ վստահում։ Բոլորին թե մասամբ։ Ոչ մեկի, բացարձակ ոչ մեկի։ Պրոֆեսիոնալիզմը պակաս է մի քիչ ոստիկանության, աշխատանքից տեսնելով էլի։
Մեկ էլ առողջապահության նախարարությունում կան թերություններ, մասնավորապես ներկրման հարցում։ Բժշկական տեսանկյունից դժգոհում եմ, մնացածը շատ լավ է։ Հայերը էլի։ Որոնց հատկապես կնշեք։ Դե բոլորին էլի։ Եվ այո, եւ ոչ։ Ում եք ամենաշատը վստահում։ Ինձ։ Ոչ։ Ինչու։ Դե իհարկե բաներ կա, որ դուրս չի գալի, բնականաբար, բայց ընդհանուր գլոբալ առմամբ, հա, վստահում եմ։ Չէ։ Իսկ Ոստիկանությունը այդքան չի, ինչքան դատական, չնայած նայած էլի եմ ասում, 100% ոչ նա, բայց ավելի շատ եմ վստահում, քան թե նախկինում։ Ես ընձի վաղտալում չեմ վստահում, ուր մնաց պետական կառույցներին վստահել։ 100% անց վստահություն չկա։